Ընտրախախտումների մասին արդեն առաջին ահազանգերը կան։ Միանանք Գյումրիում աշխատող մեր թղթակիցներին Ալբերտ Սերոպյանի հետ զրուցենք այս պահին։ Ալբերտ, բարի օր, ինչ է ձեզ հայտնի ընտրական խախտումների մասին այս պահի դրությամբ։ Բարի օր Թերեզա, բարի օր հարգելի հեռուստադիտողներ, Թերեզա, ինչպես ասացիր, կան առաջին ահազանգերը ենթադրյալ ընտրախախտումների մասին։ Գյումրիում քվեարկության առաջին ժամերից դիտորդական կազմակերպությունները ահազանգում են բազմաթիվ կասկածելի դեպքերի մասին։ Հայակվե նախաձեռնության դիտորդները պնդում են, որ ընտրատեղամասերից մեկում երկրորդ, 5-րդ և 7-րդ համարների քվեաթերթիկների թիվը մյուսներից նկատելիորեն քիչ է եղել։ Ինչպես գիտեք, քվեաթերթիկում երկրորդ համարը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրած կոմունիստական կուսակցությունն է, 5-րդը Արտյոմ Թումանյանին և 7-րդը Արտյոմ Ղարաղազարյանին առաջադրած ուժերը։ Մեկ այլ տեղամասից ոչ հեռու քպական տեխնացուի պաստառներ են նկատվել ըստ օրենքի, դրանք պետք է լինեն տեղամասերից առնվազն 50 մետր հեռու։ Մենք նախ եղանք գծի հետև կոչվող թաղամասում, որտեղ երկու ընտրատեղամաս կա։ Իրար բավական մոտ են այդ տեղամասերը մի քանի քայլ, բայց այդ քայլերն անցնում են ԿՊ կուսակցության շտաբի մոտով։ Մի քանի ահազանգ ենք ստացել, որ ընտրողները նախ մտնում են այդ շտաբ, հետո գնում ընտրատեղամաս։ Տեղում թեև մեր տեսախցիկ է նման բան չֆիքսեց, գուցե հենց մեր տեսախցիկի այնտեղ լինելու պատճառով, բայց ականատեսները մեզ պատմել են իրենց վկայությունները։ Ես տեսնում եմ, որ մարդիկ քվեարկությունից մտնելուց առաջ ու հետո արդեն ոչ թե 1-2, այլ 10 եւ ավել մարդ մտնում է այն շենքը, որը գտնվում է մի քանի մետրի վրա ընտրատեղամասից ու ինձ ներսում ասացին, որ դա ԿՊ-ի շտաբն է։ Ուղղակի հիմա պաստառները հանել են, նաև սրանից մի կես ժամ 40 րոպե առաջ այստեղ գտնվում էր ԿՊ-ի ցուցակով ավականու տեխնացու, ինձ ասացին, որ Սարիկ Մինասյանի հարազատ մորաքրոջ տղան է, որ էլի բուռն գործունեություններ ծավալ է, անգամ ինչ-որ բան նրան դուր չեկա, որ ես իրան տեսանկարահանում եմ ու մեղադրեց ինձ, որ ամբողջ ազգը նկարող է դառել, ոնց որ ԿՊ-ից ես էի, ոչ թե ինքը։ Այս զրույցից վայրկյաններ անց մենք ահազանգ ստացանք Կոմկուսից, որ քաղաքապետի տեխնացու Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամների դեմ իրավապահները ճնշումներ են սկսել։ Մեր տեսախցիկը ֆիքսել է, ինչպես են տուգանային հրապարակ տանում Վարդան Ղուկասյանի թոռների մեքենան կորած համարանիշների համար հետախուզվելու պատճառով։ Այն դեպքում, երբ մեքենայի համարանիշները տեղում էին եւ ըստ Ղուկասյանի թոռների երբեք չեն էլ հանվել։ Դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությանը ոչ թե Նիկոլ Փաշինյանի, ոչ թե Սարիկ Մինասյանի, ոչ թե քաղաքացիական պայմանագրի ամոթ է, մի արեք, խայդարակում եք։ Ոչ թե խայդարակում եք, այլ խայդարակում եք համակարգը ոստիկանական։ Քիչ խայդարակված եք, այդտեղ դուք եք խայդարակում, չի կարելի։ Սա քաղաքական պատվեր է, մենակ խոսքերով ասում եք կորած համարանիշ ավտոմեքենայի վրա զարգած է, ասենք սա բա ինչ է։ Մեկնաբան եք, սցում եք։ Մենք ավտոմեքենան տանելու ենք անպայման տուգանային հրապարակ կան, ոնց ասում եք պահպանող հատուկ տարած, որտեղ սադրանքների չենք ենթարկվում։ Մենք ուրիշ ավտոմեքենայով կդձենք քաղաքում, անպայման ձեր քաղաքացիական պայմանների կողմից, որտեղ այսօր ընտրախախտումներ ենք նկատել արդեն քաղաքում, գնում ենք հատուկ, որ այդ մարդիկ վախենան մեզ տեսնեն, նման բաներ ուղղորդումներ չանեն քաղաքում մեկ։ Դրա համար ենք պտտում։ Երևի տեսան, որ պտտում ենք, օպերատիվ աշխատեցին միանգամից ու հետախուզում հայտարարեցին, հա։ Երկու օր առաջ ավտոմեքենան հանգեցրին, հետախուզում չկա։ Այ քեզ բան։ Բարձվելու եք, ես ասում եմ ես կոնկրետ։ Հիմա այս մեքենայի համարանիշները կորած են։ Մեքենայի վրա դրած են համարանիշները։ Հետախուզում հայտարարվել է դրանով։ Հետախուզումը կորած համարանիշների համար է հայտարարվել։ Կորած համարանիշների համար, հա, այսինքն համարանիշները կորած են, հետախուզվում է մեքենան։ Հաստատին ներկայային տրանսպորտային միջոցը այդ հաստի կապված տրանսպորտային միջոցը տեղափոխենք։ Պատճառաբանություն ես ներողություն, մի վարքյան ձեզնից ներողություն եմ խնդրում, պարոն սերժանտ, տեսեք, իմ տեսախցիկը հիմա ֆիքսում է հետևյալ խոսքը, մեր մեքենան հետախուզվում է կորած համարանիշների համար։ Կորած համարանիշների համար է։ Այստեղ։ Դե ում կողմից է հետախուզվում։ Ներողություն, մի հատ էլ կպահեք, մի վարքյան էլ կպահեք։ Չեմ կարող ասել ում կողմից է հետախուզում։ Չէ, չթողեցիք կարտը։ Հետախուզումը Ադրբեջան կարող է հայտարարել մենակ համարանիշների տերը։ Ուրիշ է շնորհ։ Ամոթ։ Մենք այստեղ վերջացրել ենք։ Այստեղ ֆլաշ հատ։ Գնանք։
Ամոթ ձեզ։ Դուք մեր հետևից կաք թե մենք ձեր հետևից։ Մենք կամերան համարները համտեղից համադրեցին։ Հազանգերը շարունակեն ստացվել քվեարկության առաջին ժամերի այս տեմպով, ապա ընտրությունները լուսաբանող 300 լրատվամիջոցների ներկայացուցիչները գուցե չհասցնեն դրանց բոլորին անդրադառնալ։ Լրագրողներիս աչքերից շատ բան կարող է վրիպել։ Ինչ է գրանցվել։ Ալբերտ, իսկ կարող ես ասել, թե որքան ակտիվ են ընտրողներն այս Ոչ պայմանությամբ։ միայն նախորդ ընտրություններին են գրանցվել։ Անցած տարի մենք գիտենք, որ բավականին ցածր ցուցանիշ էր գրանցվել, այս պահի դրությամբ ինչպիսի ակտիվություն ես նկատում։ Թեզա ոչ միայն նախորդ թիմ ընտրություններին էին ցածր մասնակցության ցուցանիշ գրանցվել Գյումրիում, այլ բավական երկար տարիներ անընդհատ նվազում է Գյումրիում ընտրության գնացող քաղաքացիների թիվը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալի։ Քիչ առաջ ԿՀ-ն հրապարակեց ժամը 11-ի դրությամբ քվեարկության գնացածների թիվը, ըստ այդ տվյալի ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը Գյումրիում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236-ն է։ Ալբերտ, այս ժամին կարծես ավականու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին համարները, գրեթե բոլորը կամ արդեն գուցե բոլորը քվեարկել են, ճիշտ տվյալ է, ինչ պատկեր ունես դու այդ մասով։ Թեզա շատերը քվեարկել են, բայց կան քաղաքապետի թեկնածուներ, ովքեր դեռ չեն գնացել ընտրական տեղամաս։ Մենք այս պահին 31 կոտորակ 45 ընտրատեղամասի մոտ ենք, այստեղ քիչ առաջ քվեարկեց կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, մինչ քվեարկությունը նա ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, լսենք քաղաքապետի թեկնածուին։ Այս զրահապատ մեքենայով են ձեզ կանգնեցել ուզում են դուրը ջարդային բանանեն։ Ղուկասյան։ Ինչ կա երեխեք ջան, որ ընտրվեք քաղաքապետելի զրահապատով եք, թե հիմա դա քեզ ինչ կարևորը դες խառնվել է։ Հա, այնքան ժամանակ եմ զրահապատ մեքենայով պատդվելու, մինչև են 2007 թվականի սպանությունները չի բացահայտվում։ Երբ որ 2007 թվականի 4 տղայի եւ քաղաքապետ փոխքաղաքապետի գործերը բացահայտվեց, այդ ժամանակ էլ զրահապատ մեքենայով չենք պատդվի։ Պարոն Ղուկասյան, ասում են, որ ԿՊ-ն ձեզ թիրախավորում է, ասում են, դուք լինեք չեք վախենա, որ ասենք պատկերացրեք։ Հարց բռնելուց, ինչի՞ց եք վախենում։ Պարոն Ղուկասյան, վախենում ենք, որ գործերը բացահայտված չէ դրա համար, այսինքն հանցագործները դուրսն են։ ԿՊ-ն ԿՊ-ի համար հարմար թեկնածու եք։ Որինչ։ Որովհետև ձեր վրա լիքը քրեական գործեր կան, վերջում դրանցով շոշելու են եւ Վանաձորի սցենարը կրկնվելու է Գյումրին։ ձեզ կալանավորելու են։ Ուրեմն իշխանազավթվելու։ մտքով ուղեղով որ մտածում ես, ճիշտ են մտածում, բայց ինձ ճանաչելով չեն կարող այդպես բան մտածել, որովհետև ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը կարող է այդպեսի բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս է կդրվի, ձեռքս է կդրվի։ Ինձ համար ամենաբարձրը դա Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդն է։ Ով շատ ձայն կհավաքի, ուրեմն նրան եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից շատ ձայներ հավաքեց, միանշանակ մենք միանալու ենք իրեն եւ առանց պաշտոն զբաղեցնելու։ Իսկ եթե ես շատ ձայներ հավաքեցի, ուրեմն այդ սկզբունքը պետք է կիրառեն։ Եթե այդպես չկիրառեն, նշանակ ով չհամաձայնվեց, ուրեմն ԿՊ-ի հետ համագործակցում է։ Բայց քննարկել եք արդեն այդ թեմայով մյուսը։ Ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել, ոչ մեկին չեմ տեսել, ես ընդհանրապես քաղաքական չեմ խոսում, ես խոսում եմ ճշմարտությունը եւ հույսով եմ, որ այդպես բոլորն է պետք է մտածեն։ Եթե ոչ, ես
ուրեմն այնպես կանեմ, որ բոլորը կիմանաք, ամբողջ քաղաքը եւ երկիրը։ Ով հանգարց ուրիշ ձևի բան արեց, անպայման պետք է տեղեկացնենք բնակիչներին։ Այսինքն, եթե ընդդիմություն է ու ընդդիմությունը չի միանում այդ սկզբունքով, շատ ձեներ հավաքողին, դա նշանակում է դիտավորյալ են անում։ Մի քանի ընդդիմադիրներ միավորվեն եւ առաջարկեն ձեզ միանալ իրենց, դուք կմիանաք։ Ուրեմն, եթե մի քանի ընդդիմադիրներ իրար միանան, հասկանալի ու առաջարկեն ինձ, ու իմ ձայները իրենցից շատ լինի, ես միայն կծիծաղեմ այդ ժամանակ։ Եթե մի քանիսի ձայները հավաքվում են, ու իմ ձայների չափ չի լինում, հետո ինձ ասում են, գիտեք ինչ կա, դուք պետք է մեզ միանաք, այդ բոլորի ծիծաղը կգա։ Այդ ժամանակ գյումրեցի կսե էպած հավի խնդալը կուկա։ Այո։ Մնացած բոլոր պարագաներում դուք չեք միանալու։ Միանշանակ չեմ միանալու։ Միանշանակ, եթե ինձ հանգարցակի բանդարգենել, ուրեմն այնտեղից իմ ավականիները անպայման ստանձնելու են քաղաքի ղեկը եւ շարունակելու են ես էլ թեկուզ եթե բանդարգված լինեմ այնտեղից եմ աշխատելու, հասկանալի է։ Այսինքն միանալու հետ կապված ԿՊ-ին միանշանակ մտքերից հանեք։ Հայաստանի Արցախը հանձնողների հետ, եթե ինձպես տղեն միանում է, ուրեմն իմ արունը սուտ է։ Թերեզա, ես եւ մեր օպերատոր Աշոտ Մնոյանը եւ մեր մյուս նկարանող երկու խմբերը շարունակում ենք հետեւել քվեարկության ընթացքին, կարևոր նորություններ ունենալու դեպքում կկապվենք։